Միջև որ կանցնենք բուն թեմային խոսալու, ես ասեմ, որ կարող է այսօր շատ նեղացողներ եղնեն, բայց Աստված սրտիս մեջ դրել է, որ դրա մասին կիսվեմ։ Նախորդ զգուշացնում եմ, այստեղ մարդ եմ կանգնացնելու, որ հանկարծ քարով մարդ չի աստեղ։ Դուրը քար է, Չէ, արդեն եթե եկել են իրանց գրպաներում կա։ Կատակ եմ անում իհարկե։ Աստծո խոսքը մեզ օրհնում է, մեզ բուժում է, նա մեզ հանդիմանում է, նա երկծայրի սուր է, որ միջև թափանցում է մեր ուղղությունները, ոսկորները։ Եթե թույլ ենք տալի, նա գալիս է մեզ բուժում է, կտրում հեռացնում է բոլոր ավելորդությունները, մաքրում է մեզ եւ հարկավոր է թույլ տալ, որովհետեւ Տերը մեր կողմն է, Տերը այդպես է անում ամեն բան, ինքը սրբում է, իրաններին հանդիմանում է, շտկում է, զորացնում է եւ բոլորին պատրաստում է փրկության, հավիտենական կյանքի։ Նա այստեղ է։ Նա այստեղ է։ Հովհաննես ավետարան 16 գլուխ 13-ից 15 խոսքեր։ Երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ։ Ամեն։ Շատ հրաշալի խոսքեր են, չեմ ուզում ավել շարունակել, բայց ուզում եմ կանգ առնենք այստեղ, որ ճշմարտության հոգին Հիսուսը ասում էր, ես եմ ճշմարտությունը։ Նախ ասեմ, որ չկա ուրիշ ճշմարտություններ, չկա ուրիշ ճանապարհ, ուրիշ որևէ մեկով փրկություն։ Մենք չենք կարող փրկվենք, եթե Հիսուսով չենք գալիս։ Եթե չենք ընդունում Հիսուսին, մեր Տերը եւ Փրկիչը, մենք չենք կարող ունենալ փրկություն եւ հոր մոտ ճանապարհ չկա։ Ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը, ես եմ ճշմարտությունը։ Եվ այստեղ Հիսուսը ասում է եւ Հովհաննես ավետարանիչը գրում է այն խոսքերը, ինչ որ Հիսուսը ասավ։ Եվ ասում է, երբ որ նա ճշմարտության հոգին կգա, Հիսուսը ի նկատի ուներ, որ Սուրբ հոգին կգա, ճշմարտության հոգին, իմ հոգին, նա կգա եւ նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ։ Պետք է մի կարևոր բան հասկանանք, որ Հիսուսից առանձին չկա ուրիշ ճշմարտություններ։ Մենք իրավունք չունենք վերցնենք Աստծո խոսքերը եւ մեր ուզած ձևի դասավորենք։ Հիսուսն է ճշմարտությունը եւ մեր տների, եւ մեր կյանքերի, եւ մեր գործերի, եւ որտեղ որ դու ապրում ես, որտեղ շնչում ես, քննում ես, վեր ես կենում։ Աստված ասում է, եթե Տերը չսարքի տունը, իզուր են աշխատում բանվորները։ Սա չի նշանակում, որ բանվորները չեն աշխատելու։ Սա նշանակում է, որ առաջի ստեղծողն ու սարքողը դա Տերն է։ Նրանից է օրհնությունը գալի։ Եվ եթե հանկարծ Տիրոջ օրհնությունը չեռնա, սարքել տուն, դա մենակ շինարարական աշխատանքները չի, որ սարքվում է։ Սարքել տուն, այսինքն ընտանիք, սարքել միություն, այնտեղ պետք է Տերն լինի։ Եվ Տերը պետք է մեր ամեն տեղերում լինի, ամեն, մեր սրտի մեջ, մեր կյանքի մեջ, մեր գործերի մեջ, մեր ճանապարհների մեջ։ Ամեն։ Ես հասկանում եմ այս ձև այդ խոսքը եւ ուրիշ ոչ մի կերպ չեմ կարող ես սա բացատրեմ։ Այդ ձև հասկանում եմ, այդպես էլ ընդունում եմ։ Եվ ամեն պարագայի մեջ մեր կյանքերում առաջացող մենք պիտի հարցնենք Հիսուսին. ինքը ո՞նց է նայում, ինքը ո՞նց է մեզ սովորեցնում։ Եվ հաջորդը Տիրոջ խոսքը, հենց ինքը, Աստծո խոսքը, հենց ինքն էլ հենց այդ ճշմարտությունն է։ Սկզբում էր խոսքը եւ խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր, ամեն բան նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ եւ խոսքը մարմին հագավ եւ բնակվեց մեր մեջ եւ նրանք ովքեր ընդունեցին
Ինչ եղավ, ընդունեցին խոսքը, այսօր լիքը հավատացյալներ կա, ընդունեցին խոսքը, այսինքն բռնեցին, պահեցին այդ խոսքը, ապրեցին այդ խոսքերով, նրանց իշխանություն տրվեցավ Աստծո որդիներ կոչվելու, ալելույա, հա, սա Աստծո որդիների իշխանությունն է, և այս ամենը մենք հասնում ենք Տիրոջ շնորհքով, ձրի, շնորհք, գիտեք չէ, ձրի, պարգև, բայց ուզում եմ մի քիչ այս շնորհ բառը ուսումնասիրենք, հետո կանցնենք առաջ, թեմայից վերնագիրը այս ձևա, փոխիր քո հանդերձները, կամ էլ հանդերձներդ փոխիր, հանդերձ գիտեք չէ ինչա, շորերդ փոխիր, կողքինիդ նայ ասա շորերդ փոխիր, շորերդ փոխիր, հալելույա, հեսա կտեսնենք ես ինչ շորերի մասին ատերը խոսում, չլի թե ես ինչ եմ հակերեք է, Արմեն աղբորդուրը չի եկել, ասեմ, որ են ինչ-որ պիտի խոսամ հնարավոր ես գիտեմ, մեր եկեղեցում է չկա հենց բաներ, բայց ես նավսյակի խոսում եմ էլի, մեկ է տեսար, օրինակ, մեր եկեղեցուց շատերը գնում են Հայաստան, գնում են մնում են ընդեղ, ով գիտի, կարող է մի օր էլ դու միտեղ գնաս, որոշես միտեղ տեղափոխվես ապրես, իմանաս ես ճշմարտություն, ամեն, և Աստծո խոսքի ամեն ինչն է հարկավոր, որ մենք իմանանք, չվերցնենք մենակ շնորհք, օրինակ այսօրվա մեր եկեղեցիներից շատ-շատերը շնորհք, դու հարցրա իրանց, ինչ է նշանակում շնորհք, ձրի փրկություն, վերջ, ես փրկված եմ, հավատացել եմ Հիսուսին, ես փրկված եմ, ես Աստծո որդի եմ, ես ուժեղ եմ, ես բժշկված եմ, ես հաղթող եմ, պարզապես հրա նմանը չկա, բայց եկեք նայենք, ես ինչ ասովորեցնում շնորհքը մեզ, ամեն, շատ ճիշտ է, շնորհքը ձրի պարգև է, ձրի օրհնություն է, Տիրոջից եկած, շնորհքը ուրեմն ոչ միայն ձրի փրկություն է, այլ նաև խոհեմություն է, խրատներ է, ուրանալ ամբարաշտությունը, եկեք կարդանք, Տիտոս 2:1-12, բայց ես կկարդամ 11-ից 12-ը, հետո 1-ից մինչև 11-ը, շնորհքի մասին էստեղ պարզ ասում է, 11 խոսք, Տիտոս 2:11, որովհետև Աստծո շնորհքը երևցավ, որ փրկարար է, ամեն, Աստծո շնորհքը երևցավ, որ փրկարար է, ամեն մարդկանց համար, կապ չունի ինչ ազգից ես, ինչ ցեղից ես, Աստծո շնորհքը փրկարար է, նա եկել է, որ փրկի, նա չի եկել մեզ կործանի, նա չեկա, որ մեզ դատի, նա եկա, որ մահանա բոլոր մարդկության համար, բայց փրկվողները միայն նրանք են, ովքեր հավատան, չկորչեն, հապա հավիտենական կյանք ունենան, ճիշտ եմ ասում չէ, դիգերված չի, բախտավոր եղնեն, բիզնեսը ծաղկի, օրհնված եղնեն, հանկարծ չհիվանդանան, չէ, հավիտենական, հալելույա Հիսուսին, Աստծո շնորհքը երևցավ, որ փրկարար է ամեն մարդկանց համար, որ խրատում է, կարաք ես պատներները ծաղր, որ խրատում է, ասա խրատում է, նա խրատում է, քանի հոգեր ստեղ խրատցի է, վայ, այդ տենց եք ասում, ուզում եք այսօր ժողովից հետո մոտենամ երկու բան ասեմ, ոնց եք դուրը վրես չպասնում գնա, խրատում է, Աստծո շնորհքը խրատում է, ալելույա, որովհետև Աստծո շնորհքը խրատում է, որ ուրանանք ամբարաշտությունը և աշխարհական ցանկությունները և խոհեմությամբ և արդարությամբ և աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհի մեջ, ասա ալելույա, հասկացաք ինչ ասում, խոսում է շնորհքի մասին, այս ինչեր է տալիս շնորհքը, մենք կարանք ուրիշ տեղեր եք կարդանք, շնորհքը զորություն է տալիս, շնորհքը ինձ սարքում է Աստծո որդի, իշխանավոր է ինձ սարքում,
Շնորհքը ինձ զորություն ա տալի մեղքը հաղթելու։ Հասկանում եք, սա նա չի, ես շնորհքի տակ եմ, որ փրկված եմ, բայց մեղքերի մեջ կաշագալի։ Եթե մեկը մեղք ա գործում, ուրեմն մեղքի ծառայ է։ Բայց Աստծո շնորհքը փրկարար է, ամեն, եւ մեզ խրատում է, մեզ զորացնում է, մեզ ապաշխարության է տալը, մեզ փրկության է տալը։ Մի հատ եք արդյոք այդ բառերը։ Աստծո շնորհքը երևցավ, որ փրկարար է ամեն մարդկանց համար, որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարիշտությունը, այստեղ ամբարիշտ մարդ կա։ Փառք Տիրոջ։ Ամբարիշտ մարդ չկա։ Գիտեք, չէ ամբարիշտ ինչ է։ Չի հաշտվում ոչ մեկի։ Ամբարիշտ։ Սա ման ա գալի մի հատ կռիվ սարքի։ Ման ա գալի, որ մի բան դուրը չկա։ Սա ամբարիշտություն է։ Սա Աստծո չի, սա դիվական է։ Եվ Աստված մեզ խրատում է, որ ուրանանք։ Եթե քո խայսյատներիդ մեջ ես ձեր մի հատ խայսյատ ունես շուչ ու նեղանում ես, ասեմ քեզ, ուրացի դա քոնը չի։ Ասա սա իմը չի, ամբարիշտությունը իմը չի։ Աստված քեզ ամբարիշտ հոգի չի տվել, Աստված քեզ խաղաղության եւ հաշտության հոգի ա տվել, դու բարի ես, նա քեզ բարի ա ստեղծել, դա սատանան ա բերել խցկել, իր մեղը խփել քո սրտին։ Եվ անընդհատ մեր անձը, մեր փառքը սկսում ա բարձրանալ, երբ որ նա բարձրանում ա մեզ ցույց ա տալի, որ մենք բարձր ենք, մյուսները ցածր եւ մյուսները իրավունք չունեն մեզ հետ խոսալու։ Խրատում է մեզ, որ ուրանանք ամբարիշտությունը, աշխարհային ցանկությունները, աշխարհը ներկայացնի նրա ցանկությունները ներկայացնի։ Թեպետ եւ մենք ապրում ենք աշխարհի մեջ, բայց նա ասում է ուրանանք աշխարհային ցանկությունները, ամբարիշտությունը եւ աշխարհային ցանկությունը։ Սա էլ պետք է ուրանանք, պետք է թողնենք։ Եթե մեկի մեջ աշխարհի սերը կա, նրա մեջ Աստծո սերը չի կարող լինի։ Հնարավոր չի երկու Տիրոջ ծառայել, եւ աշխարհն եմ սիրեմ, եւ կյանքն եմ սիրեմ Հիսուսի։ Այդ ծվի բան պարզապես բացառվում է։ Եվ խոհեմությամբ եւ արդարությամբ, խոհեմություն, արդարությամբ եւ աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում։ Ինչքան հետաքրքիր է, չէ՞։ Չի ասում, այ հենց հասակ ես վիճակին խոհեմությամբ, արդարությամբ եւ աստվածապաշտությամբ, այստեղ ձեզ վեր եմ ունում, որովհետեւ լավ է, թե չէ մնացիք մեղքի մեջ եք ընկնելու։ Այ այստեղ ասում է, որ ապրեք այս աշխարհի մեջ։ Ստեղ եք, ապրեք այդտեղ։ Ապրես ու նեղություն կրես։ Նեղություն կրես եւ սիրով տանես։ Չարչարվես եւ փառտաս Տիրոջը, քեզ չհարգեն, բայց դու հարգես, որպեսի ապրեք, ով ուզում ապրի, հալելույա, մի հատ էլ լավ ձերքները լավ չեմ տենում, Հիսուսն այմաց է, ով ուզում ապրի, հալելույա, Գևորգ ջան, ձեզ ապրես, հալելույա, ապրենք, դա այսքան բանը դերիս է շնորհքն ա գիտեք բերեմ շնորհքը, այսինքն շնորհքը մենակ չի ասում, դու փրկված ես գնա քո հավեսով ու մեղքեր գործի։ Դու փրկված ես այսօր կարաս քեֆ անես, այսօր ոչինչ դու գնա խմի, ժողով չկաս։ Ոչ։ Ասեք, Կիրակի օրը պաշտամունքի օրն է։ Աստված 7-րդ օրը հանգստացավ։ Այսօր Ռասիայի մեջ, սովետական միության մեջ, Կիրակի օրերն է, հաշվում 7-րդ օրը։ Իրականում, բայց Կիրակի օրը դա մեկ շաբթի էր կոչվում։ Դե, եթե սա է այսօր մեր դիխատնոյ օրը, հանգստյան օրը, ուրեմն այս հանգստյան օրը մեր Տիրոջը պիտի նվիրենք։ Եվ ասում է, նվիրես քո Տիրոջը, սուրբ պահես։ Ինչ է նշանակում սուրբ պահել։ Հələ կողքին իտական չես էլ մոտեցի ասա, որ կաս պաշտամունքի, թակուն ասան սրոչ։ Կաս պաշտամունքի, չէ վիխադնոյա, նստեմ մայրո խաղում եմ, տիրին,
Ես էլ եմ խաղարեմ, այրվել եմ խաղարել, ինչ եմ տանկել եմ, գրակել եմ, ես չգիտեմ, վիխանում է որա, ասում մեջ է մեր հանգիստը, այս երկրի վրա միլիարդներ էլ ունենաս հանգիստ չկա, հանգիստը ասում մեջ է, երկնային արքայությունը սկսում է երկրի վրայից, երբ որ դու կանչում ես Տիրոջ թագավորությունը քո կյանքի մեջ, դու արդեն ապրելու ես այստեղ այդ թագավորությունը եւ քո հանգիստը Հիսուսի մեջ է։ Այսպես մեր Հիսուսն ասում է, ես կրկնում եմ այն ինչ որ մեր Աստվածը ասում է։ Ուրեմն Տերը չի ուզում վերցնում ես, ասում է որ ապրեք աշխարհում։ Այս վիճակներով ապրենք աշխարհում։ Բայց եկեք մի քիչ առաջի խոսքը նայենք, նոր հասնենք նորից այստեղ, հա՞։ Հավատալիք առաջի խոսքեր նայենք։ Ալելույա։ Թե չէ, մեկ ստացվում է, որ մենք մենակ մեր ուշադրությունը դարձնում ենք այն կետերի վրա, բայց բաներ կա, որը սկզբից չեն ա։ Այս առաջի խոսքից սկսում է հերթով շեշտել։ Ով ոնց է հաղթահարելու Աստծո շնորհքով ու լիքը բաներ։ Բայց դու խոսիր, ինչ որ կվայել է ողջամիտ վարդապետությունը, քանի ոգի հավատում, որ ողջամիտ ես Հիսուսի խոսքն եմ ասել ձեզ։ Ողջամիտ է թե չէ, ողջամիտ է։ Ողջամիտ վարդապետությունը խոսիր, ծերերը զգաստ լինեն, ծեր կաստեր, մենակ ես եմ ստեղի ամենացերը, զգաստ լինեն, ամեն, ուշեղ, զգաստ արդուն նաև նշանակում է, որ կողքից քեզ նայն ասեն, գիտեք կողքինները վկային քո մասին դու ով ես, ոչ թե բամբասան, չիստեղ խոսացով շալիստան, զգաստ, ուշեղ, հոգևոր, որ քեզ գան հարցեր տան, ծերերը զգաստ լինեն, ծանրաբարով, ծանր, սա չի նշանակում պարտադիր պետք է չանանք, ծանրաբարով, կշռադատված, ամեն, ծանրաբարով, խոհեն բառը ոնց կլի ռուսերեն, հլա բաց եք ստեղ ռուսերեն, ցելամոդի, խոհ, մտածված, ճիշտ Աստծո խոսքերով, որ ապրի, ստեղ եք, խոհ է ողջամիտ, հավատքով, սիրով, համբերության, Ալելույա, ով ուզում է ձևի կեսր ունենա, ասներ, ինչ այդ ձևի չի եմ իքու կեսր ուզում ես ասես, լավ ես կրիվ չեմ ուզում կցեմ խոսացի, զգաստ լինեն ծանրաբարով, խոհեմ, ողջամիտ, հավատքով, սիրով, համբերության, նույնպես էլ պարավները, վա, ես ավելի գնաց, հա, ես կեսուրներն են, դուրագալ կեսուրով, այ ես իջան, դուրը մեր մասն իմ մասն էր ասում, Ալելույա, և պարավները, հա, ճիշտ ես ասել, պարավները, նույնպես էլ պարավները, հո չեք նեղում, որ մի քանիսը ստեղից արմենին ասում, պարավ, ես չեմ ասել, ընդունի Հիսուսն ասում, պարավ, և պարավները, սրբավայել վարմունքով լինեն, ամեն, սրբավայել, սա շնորհքը մեզ ես ձևի ասարքեմ, ժողովուրդ, սա շնորհքի գործն է, ես ընդունել եմ Հիսուսին, Տիրոջ Սուրբ Հոգին եկել այն վրա, ես մկրտված եմ, ջրով, հոգով մկրտված եմ, և Տեր Հիսուսի շնորհքի տակ եմ, ունեմ փրկություն, և այդ շնորհքը ինձ սարքում է այսպիսին։ Սրանք գործեր են, որ մենք հանձնվում են, և այդ շնորհքը ինձ տալիս է զորություն, որտեղ ինձ տալիս է զորություն իշխան լինելու, Աստծո որդի լինելու, իշխելու տարբեր ցանկությունների մարմնավոր, խայսաթի և բնավորության վրա։
Դու պիտի իշխես քո մտքի վրա։ Ամեն։ Սրբավայել վարմունքով լինել, ոչ բանսարկու, ոչ գինեմոր, թաքուն տեղերը գինի մինի մեկ գինեմոր, ոչ գինեմոր, այլ բարի խրատ տվող, ամեն, բարի խրատ տվող, առանց աչարությունով, իշքան հրաշալի է, որը զգաստասնեն մատխաշ կանանցը, ես էլ երիտասարդ կանանց ասը, ինչքան լավա չէ Աստծո խոսքը բացատրեմ, ստեղ եք, որտեղ չեք գնացել, որը զգաստասնեն մատխաշ կանանցը լինեն այրասեր, գիտեք, այստեղ է, որ կանանց ասում է, լինեն այրասեր, սիրեն իրանց ամուսիններին, հա քույրեր, սիրում եք ձեր ամուսիններին, լավ հարկավոր է սիրել, ես լավ, որովհետև 5 անգամ իրանց հիմար է գրված, որ իրանք սիրում, 3 անգամ ձեր հիմար գրված է, որ օգնական եղնեք, օգնեք, հնազանդվեք և լսեք, ոնց որ լրեցի, մի քիչ են պահին ուրախ եք, այստեղ շնց հնազանդ, ամեն, հնազանդվիր, որ կինը հնազանդվի ամուսնուն, հա? Սա Հիսուսի խոսքն ասեմ, եթե ես ես ձև ապրելու եմ, Տերը ինձ օրհնելու է և ես փրկվելու եմ, որովհետև Տիրոջ շնորհքը նաև ինձ զորություն է տալի, ես ուժեղ հաղթելու իմ մարմնավոր բոլոր հաճույքներին, իմ բնավորության գծերին, ես չգիտեմ այդ բնավորությունը ումից եմ ժառանգե, ով ուզում է եղնի, պապից է, տատից է, հորեղբայրն է, քեռին է, երբ որ մարդը վերստին ծնվում է, նա ծնվում է Հիսուս Քրիստոս աստղի տակ, լսել եք, չէ աշխարհը ոնց ասում, մեկը կազյոլ է, մեկը կազերոկ է, մեկը ջրվոր է, թե ջրվեժ է, մյուսը վեսի է, և մեկ էլ տենում ես ինչ-որ տակին գրված է, ես եմ, ես ինչ լավ բնութագրեմ է, լսի ինչքան ուզում է լավ բնութագրի, դու չես փրկվելու, միջև նորից չծնվես, ու այս անգամ Հիսուս Քրիստոս աստղի տակ, ես եմ առավոտյան պայծառ աստղը Հիսուսը ասում է, միջև մենք չնմանվենք նրան, մենք չենք կարող փոխվենք, այսպես մեր Աստվածն է ասում, որը զգաստասնեն մատխաշ կանանցը լինել այրասեր, որդեսեր, խոհեն, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանցը հնազանդ, որ Աստծո խոսքը չհայհոյվի։ Խրատում է, չէ Աստծո խոսքը։ Գիտես, չի կարելի տրտմել ես ինչ ասում Աստված, կամ էլ Արմենն ասում է նամյոք տարի։ Դաժե նամյոք եմ, եթե տալի իրավունք ունեմ։ Եթե դաժե մի հոգու համար ասելուցել եմ այսքան քարոզը, իրավունք ունեմ ասել։ Որովհետև Աստծո խոսքը խրատող է, բուժող է, բժշկող է, նա տեղ է, նա օրհնում է, մեզ լուսավորում է, անկախ ամեն ինչից, դու այդպիսին ես, թե այդպիսին չես, ընդունի Տիրոջ խոսքը, և այստեղ այս խոսքերի մեջ հրաշալի բաներ ասում, այսպիսին պիտի լինենք, և մատխանջ կանաչ, որ ասում է, խոհեն, որը զգաստ ունեն, այրասեր, որդեսեր, խոհեն, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանցը հնազանդ։ Նույնպես էլ հորդորի երիտասարդներին, որ խոհեն լինեն, ամեն կողմանե, քո անձը բարի գործերի օրինակ դնելով, վարդապետության մեջ անեղծություն, ծանրաբարություն, ողջամիտ խոսքը, անմեղադրելի, որ հակառակորդը ամաչե ձեզ վրա չար ասելու բան չունենան։ Ծառաներ իրենց տերերին հնազանդ լինեն,
ամեն բանի մեջ հաջող լինեն, ոչ թե հակառակ խոսողներ։ Բան չթաքցնեն, այլ կատարյալ բարի հավատարմություն ցույց տան, որ մեր Փրկչի Աստծո վարդապետությունը զարդարեն ամեն բաների մեջ։ Ամեն։ Թող այս համարը գրեք, դու տանը կարդացեք, բոլորս էլ կարդանք ու մենք կարանք նայենք, Տեր, այ քո շնորհքը ինձ տալիս է այս զորություն, այս ձև ազատագրումը, բայց այս սրա մեջ ես կամ ինձ հարկավոր է փոխվել։ Ամեն, սա Տիրոջ շնորհքն է։ Մի քիչ ուզում եմ հագուստի մասին խոսանք, հա? Ընդհանրապես, երբ որ մենք գալիս ենք Տիրոջ տուն, մենք գնում ենք հարսանիք, մեր հագուստները փոխում ենք, հա? Երբ որ պարկում ենք քնելու, փոխվում ենք, արթանում ենք, նորից ենք փոխվում, տանը գնանք տուն հաստատ փոխվելու ենք, այդպես է թե չէ, թե մենակ ես ենք փոխվում, բոլորս փոխվում ենք, և ամեն տեղ իր հագուստի ձևը կա, և Աստված մեզ սովորեցնում է, և սովորեցնում է նույնիսկ հագուստի մեջ, ինչպես պիտի հագցնենք, մի քիչ այստեղ պետք է կպնեմ ավելի շատ քուրերին, բայց ես ասեմ եղբայրներն էլ ունեն այստեղ մասնուբաժին, այս 21-րդ դարի մեջ, երբ որ նայում ես մարդկանց հետևից, էլ չես ջոգում, կնիկա թե տղամարդ, եղել է չէ, նայում ես ոնց որ կնիկա, մի քիչ առաջ ես գալի չէ, ոնց որ տղամարդ էր, ու արդեն խառնում ես, տղամարդ կնիկ, էլ խառնվել են իրար, էլ չես ջոգում, տղամարդը թե կնիկա, և Աստված ընդհանրապես ասում է տղամարդը թող կնոջ հագուստ չհագնի, ամեն, դեռ երբ էր Աստված պատկերացնում եք, զգուշացնում էր, որ չհագնեն, և ծննդոց 41-րդ գլուխ 14-րդ խոսքի մեջ ես ուզում եմ հիշացնեմ Հովսեփի մասին, երբ որ Հովսեփը բանտի մեջ էր, և հանկարծ այդ տառապանքներից հետո մեկ էլ օրհնություն եղավ, Փարավոնը իմացավ նրա մասին և կանչեցին Հովսեփին Փարավոնի մոտ։ Եկեք կարդանք, և Փարավոնը մարդ ուղարկեց և կանչեց Հովսեփին և շուտով բանտիցը հանեցին նրան, նա ածիլվեցավ և իր հանդերձները փոխեց և եկավ Փարավոնի մոտ։ Ալելույա։ Այսինքն, այս ազնվորությունը պիտի կանգներ Փարավոնի մոտ։ Եվ նրա հագուստները հարկավոր էր, որ փոխվեր, լողացավ, մաքրվեց և եկավ, որպեսզի կանգնի Փարավոնի մոտ։ Երբ որ մենք կանգնում ենք Տիրոջ մոտ, ես մտածում եմ, որ մեր հագուստները հարկավոր է փոխվեն։ Մեր և հոգևոր, և ներսը, և դուրսը հարկավոր է փոխվեն։ Մենք հարկավոր է շատ ճիշտ հագուստ հագնենք, այն հագուստը, որ այդ հագուստը համապատասխանի Տիրոջ ներկայության մեջ, արժե այս ձև կանգնեմ, թե չկանգնեմ, սա էլ հավատքի հարց է։ Ես հասկանում եմ, որ մենք ասում ենք Աստված մեր Տերն է, նա մեզ ստեղծել է, նա մեզ նույնիսկ մեր կա ստեղծել։ Հիշում եք, երբ որ Պետրոսը տեսավ ձուկ բռնելուց, ասում է, և հանվել էր, ձուկ էր բռնում, և հանկարծ ծովափին տեսավ Հիսուսին և հասկացավ, որ Հիսուսն է, ինչ արավ։ Ընդհանրապես մարդիկ շորերը հանվում են, նոր ցատկում են ջուրը։ Այս շորերը հակավ ու մտավ ջուրը, որ գա Հիսուսի մոտ։ Արժե Հիսուսի մոտ պարկեշտ հագնվենք։ Սուրբ Գիրքը ասում է Հովսեփի մասին, որ Հովսեփը հագնվեց։ Մի քանի բաներ եմ ուզում ասել ընդհանրապես, և այդ հագնվելու մեջ շատ կարևոր է մեր պարկեշտությունը, դա լինենք տղամարդ թե կին, բոլորովին կապ չունի, ամեն պարկեշտությունը պիտի լինի մեր մեջ, դա չի նշանակում, որ դու փրկված ես ու դու կարաս մերկ դուրս գաս դուռը, ոնց որ աշխարհն է հագնվում, այդպես էլ դու հագնվես, սրա մեջ Աստված հաստատ չի փառավորվել։
Միևնույն դեպքում նաև ուզում եմ ասել, որ եթե մենք հագնենք քրիստոնեական հագուստներ եւ գանք այստեղ, այդ հագուստը չի փոխելու մեր ներսը։ Այստեղ եք։ Բայց երբ որ մեր ներսը փոխված լինի, մեր հագուստները կփոխվեն։ Ամեն։ Հեչեղել ակայլեք փողոցով ու տեսնեք մի հատ խանութ ու խանութի վիտրինային լիքը գնդակներ, օղակներ, պարաններ, սպորտային ինչ-որ բաներ ու մտնեք ընդեղ ու նայեք ծախում են կալբաս, մայոնեզ, հավիբուտ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ինչ որ ներսում կա, արտացոլվում է դրսում։ Դրսում տեղադրում են այն, ինչ որ ներսում կա։ Երբ որ մեր ներսը փոխված է, մեր արտաքինն էլ փոխվում է, համապատասխան դառնում է, այնպիսին ինչպես որ կա։ Բայց եկեք շարունակենք, որ առաջ չընկնենք մեկը մյուսից։ Հակոբոս 2-րդ գլուխ 22 խոսք։ Ինչ է խոսում Տերը Աբրահամի մասին։ Տեսնում ես, որ հավատքը նրա գործերի հետ միասին գործեր, եւ այն գործերովը հավատքը կատարյալ եղավ։ Եթե մենք դարձել ենք հավատացյալ, ընդունել ենք Հիսուսին մեր Տեր ու Փրկիչ, հավատքի գործերի մեջ նաեւ մտնում է նա, որ մենք պետք է փոխվենք։ Ամեն։ Մենք պետք է փոխվենք։ Մենք պետք է դառնանք բարի ծառ եւ այդ բարի ծառը պիտի անպայման բարի պտուղ տա։ Գործերը գործեց Աբրահամի եւ իր գործերով էլ ինքը արդարացավ, որովհետեւ Աբրահամի գործերը խոսում էին, որ ինքը իրապես հավատում է Տիրոջը եւ ինքը մեկ հատիկ իր որդին էլ չխնայեց։ Եթե այսօր աշխարհի մեջից քեզ ինչ-որ բաներ կա, որ քեզ պահում է ու դու դրանցից չես ուզում կտրվես, հավատա, Աստված իր մատը դրել է հենց դրա վրա եւ քեզ ասում է, կտրվի դրանից։ Մինչև դու դա չկտրվես, դու չես կարա Տիրոջ կողմից օգտագործվես։ Դու չես կարա եղնես այն անոթը, ինչի համար ես քեզ նախասահմանել եմ։ Տեսնում ես, որ հավատքը նրա գործերի հետ միասին գործեց, եւ այն գործերով հավատքը կատարյալ դառավ։ Ես հավատացյալ եմ եւ ոնց քեֆս տալիս է հագնվում եմ, մերկանում եմ, ես չգիտեմ ոնց, այսօր լիքը եկեղեցիները թույլ են տալի նակոլք են խփել։ Դա հայերեն ոնց է, դաջվածքներ անել, հա։ Եվ քանի որ նակոլքեք են խփել, պետք է անպայման դեցուցել տան։ Մարդկա ասում է, ես իմ կինն ասում է, ես իմ մարդուս համար եմ խփել։ Հետո տենեմա չէ, մարդով չի բաղարում, հարկավոր մի քիչ արևանները տենա։ Ընդհանրապես Աստված կանանց ստեղծել է շատ գեղեցիկ, այդ ձևա թե չէ, դրա համար գեղեցիկ։ Ինչ։ Հա, սեր, գեղեցիկ սեր անվան են կանեք։ Ասեմ մի կարևոր բան, բայց բոլոր քույրերին է վերաբերվում, քույրեր ջան, դուք շատ գեղեցիկ եք, բայց այդ գեղեցկության հետ Աստված ձեզ տվել է շատ լուրջ պատասխանատվություն, որ հանկարծ ոչ մեկին գայթակղության թակարդների մեջ չգցեք։ Ես ասեցի չեն նեղանալու եք։ Դա հանկարծ չգցենք։ Այսինքն, այստեղ դու ունես պատասխանատվություն, դա նորմալ է, դա ընտիր է, դա բարի է, Տերը քեզ սիրում է, այդ ձև լավն եք դու, բայց սրա հետ միասին մեծ պատասխանատվություն ունես, որ դու քո պատճառով ինչ-որ մարդիկ չկործանվեն։
Հիշում եք ինչ էր ասում Հիսուսը քահանաներին։ Վայ ձեզ փարիսեցիներ, քահանաներ ու դպիրներ, որ դրսևանց նման եք գերեզմանների, շատ գեղեցիկ ու սիրուն, բայց ներսը լիքն է հոտածություններով ու ոսկորներով փտած։ Սա էլ Հիսուսը խոսում էր այդ մարդկանց հագուստների մասին, գեղեցիկ քահանայական ինչ-որ հագուստներ են հագնում, և կողքից նայողները նայում են ու սա սուրբ է, սա քահանա է, ոնց որ ես նոր ասեցի, եթե նույնիսկ ես ու դու այսօր հագնենք ինչ-որ քրիստոնյական կամ վայել քրիստոնյային հագուստներ, բայց մեր ներսը փոխված չեղնի, այդ հագուստը ինձ ու քեզ չի փոխելով։ Ու դրա համար Աստված ինձանից ու քեզանից պահանջում է խորը հավատք մեր ներսի, հավատք և հաղորդակցություն Տիրոջ հետ։ Երբ որ կա մեր մեջ Հիսուսը, ուրեմն մեր դուրսը հարթացոլում է այն ինչ որ մեր ներսում կա։ Մարդու բերանը խոսում է սրտի ավելացածից։ Հիշում եք։ Եթե մարդը հայհոյող է, դրան մի քիչ խոսացնում ես, մեկ էլ տենում ես, այն խելոք մարդը սկսեց հայհոյել, ջղայնանալ, բարկանալ, կատաղել, որովհետև սրտի մեջ կա ինչ-որ բան, բայց որպեսզի դա չարտացոլվի, ուրեմն հարկավոր է մաքրել սիրտը։ Եվ այս մաքրելու գործը մենք ինքներս պիտի անենք, ուշադրություն դարձնելով մեր սրտերին։ Եվ ասեմ մի կարևոր բան, դա Աստված ցույց է տալի, որ քո ոտը տրորեն։ Ինչի, որ սիրտը բացվի։ Ես հիշում եմ դեռ Հայաստանում, որ ջրի մկրտության համար գետի առաջը փակում էինք ու բաս էինք բարձրացնում մի որոշ բարձրության, որ մկրտվելուց հանգիստ կարենանք մկրտենք մարդկանց, երբ որ գալիս էինք, արդեն կային պատրաստ տեղեր և մենք ունեինք մեր տեղը։ Ջուրը նայում էր շատ մաքուր է, շատ պարզ է, բայց հերիք էր ընդեղ մի հատ քար գցեր, ինչքան տիղ կար, բարձրանում էր դուրսը։ Ինչ էինք անում մենք, վերցնում էինք բահը, լապատկեն և սկսում էինք խառնել, այդ կեղտը բարձրանում էր, տիղմը ու գնում էր, հետո ավելի էինք փակում բարձրացնում և հարմար տեղ էր դառնում, մեր սրտերն են այդ ձև առուների պես։ Սկզբից, երբ որ ոտքը տրորող չկա, ամեն ինչ նորմալ է, քեզ թվում է, թե դու նորմալ հավատացյալ ես։ Շատ խելացի, քո նմանը չկա։ Հերիք է, բայց մեկը մի հատ փոքր քար գցի այնտեղ։ Ու մեկ էլ տեսնում ես, որ բորբոքվեցիր։ Օրհնյալ է մեր Աստվածը, որ անում է, ամեն է ձեր բաները։ Առաջին Կորինթացիս 12:24 խոսք, տեսեք ինչ է ասում Պողոսը, ուշադիր լսեք։ Եվ մեր վայելուչ անդամները մի բանի պետք չունին, բայց Աստված մարմինը բարեխառնես, ցածին ավելի պատիվ տալով։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է մարմինն է, ոչ մեկը իր գլուխը չի փակում։ Վայելուչ անդամները բացում են, կան բայց անդամներ, որ Աստված ստեղծել է, որ հարկավոր է դա փակվի։ Ամեն։ Մի հատ եղբայր կա ասում է, երբ որ քույրերը իրանց սիրուն մակիաժ են անում, ու ես իրանց սարոշկայի կոճակները մինչև 4 կոճակներ բացում, տակից էլ բան չկա, ներքևն էլ մինչև շալվարն դեղաբաց, շատ լավ բաներ ասում էր, թող այդ քույրերը մակիաժ չանեն իրանց, մեկ այրեսներին նայող չկա։ Սա նորմալ է։ Այսինքն, Աստված այս խոսքերի մեջ ցույց է տալի, ես ստեղծել եմ այնպես կան անդամներ մեր մարմնի մեջ, որոնք հարկավոր են ծածկված լինել, և այս ծածկված խոսքը այստեղ ասում է, ավելի պատիվ են կանում։
Իսկ այն, որ պետք չի, բաց մնա, թող բաց մնա, բայց որտեղ որ պետք է փակ մնա։ Առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 9-ից 15 խոսքերը։ Այնպես էլ կանայք, եկեք նայենք, ինչպես է ուզում Աստծո խոսքը տեսնի կանանց հագի հագուստը եւ նույն ձևի տղամարդկանց հագուստները պիտի վայելուչ եղնի եւ պարկեր։ Այնպես էլ կանայք վայելուչ հագուստով, ամոթխածությունով եւ պարկեշտությունով իրենց անձերը զարդարեն, ալելույա։ Եվ այստեղ շարունակում է ոչ թե հյուսվածքներով, կամ ոսկիով, կամ մարգարիտով, կամ թանկագին հանդերձներով, այլ ինչպես կվայելի Աստված պաշտությունը հանձն առանց կանացը, բարի գործերով։ Իչև այստեղ եկեք նայենք։ Ուրեմն առաջի այնպես էլ կանայք հագնված են։ Ասա վայելուչ հագուստ։ Վայելուչ հագուստ, քուրեր ջան, վայելուչ հագուստ։ Սա նորմալ է։ Հաջորդը ամոթխածությունով։ Հեշտ լսել եք ասում են, որ ամոթ չունի։ Չէ, մարդկա ամոթ չունի։ Եղբայրներն էլ են ամոթ չունի, ասենց պետք է չէ, չունի։ Ամոթխածությունով, որտև այդ ամոթխածությունն է, որ չի թողում, որ սխալ հագնվեն, աշխարհի նման հագնվեն։ Հագուստով, ամոթխածությունով եւ պարկեշտությունով իրանց անձերը զարդարեն, ալելույա, ոչ թե հյուսվածքներով կամ ոսկիով։ Ես ուզում եմ այս քանտերը նաեւ ռուսերեն կարդամ։ Чтобы также и жены в приличном одеянии со стыдливостью, да? Մեր երիտասարդները ռուսերեն լավ են հասկանում։ И целомудрием украшали себя. Ամեն։ Սա չի նշանակում, որ դու մազերը չես սանձրելու, ինչ որ ժամացույց ունես, ցեպ ունես, լատնը օղ ունես, չես գցելու, չէ, բայց առաջի հերթին Աստված ասում է. Իմ շնորհքը տալիս է զորություն, որ դու պարկեշտ հագնվես, որ դու գեղեցիկ եղնես առաջի հերթին այս ձև եւ ոչ թե այն ձև։ Որովհետեւ եթե մանրամասնապես այդ մարդը գեղեցիկ է, բայց խոհեմություն չունի, սա շատ վատ է։ Պարկեշտ հագուստ։ Ինձ թվում է բացատրելու կարիք չկա։ Պարկեշտ սա չի նշանակում աշխարհի նկատմամբ պարկեշտ։ Աշխարհի հասկացողությունը ուրիշ է։ Քո ընկերուհիների հասկացողությունն էլ ուրիշ։ Սա ուզում է ասի, ինչպիսին է Աստված քեզ նայում։ Ամեն։ Ես դեռ սկսած Հայաստանից նույնիսկ իմ վարդապետս Բերտ Քլենդենն ասում էր, քույրերին մեկ քարոզի ոնց են հագնվելու, դուք նրանց տվեք Հիսուս։ Ու նրանց զուգեքը կերկարեն։ Երբ որ Հիսուսը գալիս է, այստեղ է շնորհքը գործը։ Ընդունելու ենք Հիսուսին եւ ապրելու ենք նրա հետ։ Եվ Աստված ուզում է տեսնի մեզ հենց այդպիսին։ Պարկեշտ հագուստ, 3 կարևոր բան, ամոթխածություն եւ պարկեշտությունով։ Ամեն ինչի մեջ ընդհանրապես պարկեշտ կամ պարկեշտ հագուստ դու չես որ քեզ ասելու ես շատ պարկեշտ մարդ եմ։ Հեշտ լսել եք, մեկին տեսնում են մարդիկ ու ասում են շատ պարկեշտ հագնված է։ Շատ պարկեշտ մարդ է, դրա բերանից ավելորդ բաներ չես լսել։ Հայոյանք, զզվելի խոսքեր, ժարգոնով խոսքեր, այս է պարկեշտ մարդ է։ Ամեն։ Աստծո շնորհքը մեզ տալիս է զորություն լինենք այսպիսին։ Եվ այս ձևով լինելով մենք ներկայացնում ենք Աստծո գեղեցկությունը, Աստծո սրբությունը, որ Տիրոջ անունը չի հայհոյվում։ Հռոմեացիս 12:1
արտահայտում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարագ, որը մեր բանավոր պաշտոնն է։ Այսինքն, սա չի նշանակում, որ մենք հոգով փրկված ենք, մեր հոգիները մաքրել, մեր մարմիններն են կամ չունի։ Ես մի օր լսեցի մի հատ երևի 1000 տարվա հավատացյալի, ասում է կարևորը մենք շնորհքով փրկված ենք, մեր հոգիները փրկված են, ընդդեղից հետո ինչ ուզում ես գնա արա մարմինով։ Կես բան ասում եմ, Տեր Աստված, սրանց հովին լավ է ճանաչում եմ, ես որտեղից է սովորես ա։ Այդպիսի բան չկա։ Ձեր հոգին, շունչը եւ մարմինը, եկեք իրար հետ կրկնենք, մեր հոգին, շունչը եւ մարմինը սուրբ պիտի լինի մինչեւ Տեր Հիսուս Քրիստոսի գալը։ Ամեն։ Եվ եթե Աստված ասում է պարկեշտ հագնվեմ, ես նշանակում եմ պիտի այնպես հագնվեմ, որ իմ Աստծուն դուր ա գալ, այնպես ինչպես եկեղեցին ինձ սովորեցնում է։ Եվ հայտնության 6-րդ գլուխ 11 խոսք, եկեք նայենք, որ Աստված էլ է հագցնում։ Հիշում եք, որ Ադամն ու Եվան մերկ գործեցին, ինչ եղավ։ Եվ տեսան, որ իրանք մերկ են, ինչ արեցին։ Հայ, մտածեցին, պարտնիխա դառնան։ Եվ գնացին, կտոր չունեն, ոչ բան չունեն, ոչ բան չեն հասկանում, թզնու տերևներ ճարեցին, երևի ամենամեծ այդ աշներումն ընկավ, այդ պահին, եւ սկսեցին իրենց մերկ տեղերը ծածկել դրանով, բայց դա էլ չօգնեց եւ երբ որ իրիկվա զոր ժամերին միշտ Աստված դուրս էր գալի զբոսնելու եւ այս անգամ էլ դուրս եկավ ու իրանք չկային։ Եվ Ադամն ասում է մենք տեսանք մերկ ենք եւ թաքնվեցինք։ Ես ու դու չենք կարա մեր մերկությունը ծածկենք, եթե Աստված իր որդու միջոցով մեզ չներեր եւ սպիտակ բեհեզներ հագցներ։ Եկեք նայեք ինչ ասում հայտնության գիրքը։ Եվ նրանց յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցավ։ Սա երկնքում նրանք ովքեր գնացին այնտեղ բոլորին, հիշում եք ասում է, եւ մի մեծահարուստ հարսանիք արավ։ Եվ կանչեց, եւ հարսանքավորը եկավ, արդեն հարսանիքը սկսել է, եւ այս մարդն էլ եկավ իր հարսանիքի տեղը, իր որդու հարսանիքն է, եւ հանկարծ տեսավ մի հոգի կա հարսանիքի հանդերձ չունի։ Եվ հարցրեց, դու ոնց մտար այստեղ։ Դրան վերցրեք, կապեք եւ գցեք դրսի խավարը, մեզ հանդերձ ապեք, հանդերձ ունենալու համար շնորհքը ունենք, Տիրոջ շնորհքը մեզ նաեւ փրկում է, նաեւ զորություն է տալի, հաղթելու աշխարհին, հաղթելու ցանկություններին, հաղթելու մեր բնավորություններին, հաղթելու դերերին, սատանային, ցանկություններին, ես չգիտեմ, մեր մտքին։ Եկեք շարունակենք։ Եվ հայտնության 3-րդ գլուխ 18-րդ խոսքը տեսեք ինչ ասում։ Ես խրատ եմ տալի քեզ ինձանից կրակում փորձված ոսկի ար, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես։ Գիտեք այդ ոսկին որն է, Աստծո խոսքը։ Աստծո խոսքը փորձված ոսկի է, կրակով փորձված ոսկի է։ Որ հարստանաս եւ կարենաս հանդերձ առնես, երբ որ այդ խոսքը դու վերցնում ես քո կյանքիդ մեջ օգտագործում ես, դու հարստանում ես եւ դու պարզապես ունենում ես հնարավորություն Տեր Հիսուս Քրիստոսի բեհեզները սպիտակ հագնելու։ Ես խրատ եմ տալի քեզ ինձանից կրակով փորձված ոսկի ար, որ հարստանաս եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա։ Եվ դեղնիր աչքերիդ, որ տեսնես, ամեն։ Այսօր աշխարհը սիրում է իր մերկությունը բաց անել, իսկ մենք պետք է չնմանվենք աշխարհը սերներ, ամեն։ Մենք պետք է չնայենք աշխարհը ինչ անում, մենք պետք է աշխարհի հետ քայլեր չանենք ու աշխարհը ոնց անում է, այդպես անենք, մենք պետք է անենք այնպես, ինչպես քո Աստծուն դուր ա գալի, պարկեշտ, վայելուչ, գեղեցիկ, համեստ, խոհեմ, խոնար,
աստվածավախ, Ղուկաս ավետարանի 8-րդ գլուխ 27-ից 35 խոսքերը։ Ես 27-ն եմ կարդամ եւ 35-ը։ Այստեղ գրված է այն պահը, երբ որ Հիսուսը Գենեսարեթի մոտերն էր եւ նավակով անցել էր ծովի մյուս կողմը եւ նավակից դուրս եկավ եւ ասում է իրան պատահեց, եկեք տեսնենք ով պատահեց իրան։ Ուշադիր։ Եվ նա դուրսը ցամաքումը գնալիս քաղաքից մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ բավական ժամանակից հետո եւ հագուստ չէր հագած եւ տան մեջ չէր կենում այլ գերեզմաններում։ Հիշում եք, չէ՞։ Հիսուսի կինոն տեսած կերնեք, երբ որ նավակից դուրս ա գալի ու այդ գերեզմանների մոտ կակրած ծովի մոտ գերեզմաններ էին Եվ սալինում էր այդ գերեզմանները, և ասում ասուր գիրքը, որ այդ կողմերով մարդիկ վախենում էին անցնեին, որովհետև քարերով բոլորի խփում էր, և մեր տկլորման էր գալի։ Եվ 35-րդ խոսքն գրված է, այդ լուրը հասավ իրանց քաղաքին և այս մարդիկ եկան տեսնելու։ Այս ինչ ա եղել, այդքան խոզերի երամակը կործանվել է, ծովն ա լցվել։ Եվ իրանց համար դա մեջ կորուստ էր, և եկել էին և նայում են ինչ ա պատահել, 35 խոսքն ասում ա դեռ, և դուրս ելան այն եղած բանը տեսնելու, և Հիսուսի մոտ եկան, և նստած գտան այն մարդը, որից դևերը դուրս էին եկել։ Հագած, զգաստացած, Հիսուսի ոտների մոտ, Հիսուսի ոտերի մոտ և վախեցան։ Մեր հագուստը պետք է փոխվի, մեր մտածելակերպը պետք է փոխվի, երբ որ մենք գալիս ենք Հիսուսի մոտ։ Համաձայն եք ինձ հետ։ Միջև այդ վայրենացած ման էր գալի։ Տեսավ Հիսուսին, դևերը դուրս եկան, ասեք մի կարևոր բան։ Ինչ եք կարծում։ Աստված Կասի բացեք ձեր են փակելու տեղերը, որ պետք է փակեք ու մանեկեք, տկլորվեք մանեկեք։ Ամեն տեղ մենք կարդում ենք, որ Աստված հագուստ ա տալի, Ադամին ու Եվային, ասում է կաշվե հանդերձներ կարեց և տվեց, նրանց էլ հագցրեց, բայց դևերը մեզ տկլորացնում են։ Եվ ոչ մենակ կանանց, տղամարդկանց էլ են տկլորացնում։ Բոլորն ուզում են ինչ ասեմ Տերաստված, շվարցնեգեր դառնալ, ինչ դառնալ, ճիշտ եմ ասում անունը թե չգիտեմ։ Ունակորկ եք անել ու իրանց մարմինը ցույց տալ սրան նրան։ Աստված ասում է, փակի քո մարմինը, դա ինձանից չի, դա դիվական է։ Եվ մի հատ տեղ եմ ուզում կարդամ Թվոց 15-րդ գլուխ 38-ից 40 խոսքեր։ Գրեք, որ այստեղը դուք տանը կարդաք սրա վրա մտածեք։ Տեսեք ինչ ասեմ։ Թվոց 15, 38, 40։ Հենց բացեք ռուսերեններ բացեք։ Ես երևի նոր եմ տենում այդ խոսքերը։ Հլա տեսեք ինչ ասեմ։ Խոսիր Իսրայելի որդկանց հետ և ասիր նրանց, որ իրանց համար ծոփեր շինեն, իրանց հանդերձների քղանցքի վրա, իրանց ազդրերի մեջ և քղանցքի ծոփերի վրա մի կապույտ ժապավեն դրեն։ Շոր կարելու ձև ասեմ։ Այն ժամանակ մարդիկ հագնում էին սենց երկար շորեր, այդ շորերը իջնում էր սենց երկար, այդ ներքևի ծայրը հայերեն ասում է քղանցք ասում, սրա ծայրին ծոփ էր, ինձ թվում է ծոփեր էին, որ կտրտած ինչ-որ սրեց, ճիշտ եմ հասկացել, թե չէ,
Եվ դրա վրա էլ կապույտ ժապավեն դնես։ Հլա լսեք, չքնես, ու շատ իրեր։ Եվ այն ձեզ համար ծոպ լինի, որ դուք տեսնեք, և այն Եհովայի բոլոր պատվիրանքները ձեր միտքը բերեք, և անեք նրանց ու չհետևակ ձեր սրտի և ձեր աչքերին, որոնց հետևից դուք մոլորվում եք։ Ինչ եք կարծում, աշխարհային հագուստը, չէ՞։ Օրինակ, երբ որ այն աշխարհային հագուստով աղջիկներ եք տենում, լրիվ մերկացած դուրս են գալի խոսում են, ինձ թվում է այս ձևի կանանց մոտ ցանկացած տղամարդ մոռանում է ով է ինքը։ Հագուստ կա հիշացնում է ով է ինքը, հագուստ կա մոռացնում է ով է ինքը։ Լսում եք, այս հագուստը, որ Աստված ասա, այս հագուստը այս ձև կկարեք, այս կապույտ ժապավեններ կդնեք, որ միշտ այդ ժապավենին նայելուց հանկարծ ձեր աչքի ու սրտի հետևից չգնաք, այլ պատվիրանքները պահեք, որովհետև միշտ դուք գնում եք ձեր աչքի և սրտի հետևից և մոլորվում եք։ Հե Արման ջան, ալելույա։ Մի քիչ լավ շփտացեք։ Հենց գիշեր դամ ես վաղն եմ կարող վերջացնեմ։ Ես ասեցի, որ ես չեմ տեսել մեր մեջ այդպես շատ վատ հագնվողներ սերներ։ Դա ես չեմ տեսել։ Ամեն հագուստ ունի իր նշանակությունը եւ կարելի է այդ հագուստները հագնել այնտեղ, որտեղ որ պետք է հագնել։ Գիշերանոցով չարժե գալ այստեղ։ Ամեն Եվ կաշտում շալվարով չարժե գնալ քնել։ Ամեն հագուստ իր տեղն ունի եւ նշանակությունը։ Առավել ևս Տիրոջ առաջ երբ որ կանգնում ենք, բայց այս խոսքերը մեզ հուշում են մի կարևոր բան։ Կա հագուստ, որ մեզ հուշում է ով ենք մենք։ Կա հագուստ, որ մեզ սովորեցնում է հանկարծ մեր աչքի ու սրտի հետևից չգնանք, որովհետեւ միշտ եթե գնացինք, մոլորվելու ենք։ Այսօր մի նայի աշխարհը ինձ ձև է ապրում, ինձ ձև է հագնվում, օրինակ մի վերցի նրանցից, դու օրինակ վերցրա քո Տիրոջից, նա այսպես ասում, ամեն, ուրեմն այդպես պարկեշտ վայելուչ պիտի գնանք, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը, զարդարելով մեր հոգիները և մեր մարմինները, այս սա է գեղեցկությունը։ Այսպես էլ մենք պիտի քայլենք Տիրոջ մեջ։ Մի հատ էլ եմ ուզում կարդամ, մի հատ համար։ Ուրեմն որովհետև Աստծո շնորհքը երևցավ, որ փրկարար է եւ ամեն մարդկանց համար, որ խրատում է, որ ուրանանք ամբարշտությունը, աշխարհին ցանկությունը, խոհեմությունը եւ արդարությամբ եւ աստվածպաշտությամբ ապրենք այս աշխարհի մեջ։ Եվ հաջորդը, որ ուզում եմ նորից հիշեցնեմ, սերներ, սա այնպես էլ կանայք, առաջի Տիմոթեոս 2-ին, վայելուչ հագուստներով, այնպես էլ կանայք, վայելուչ հագուստով, ամոթխածությունով, պարկեշտությունով, իրանց անձերը զարդարեն։ Ամեն։ Եկեք կանգնենք մեր Տիրոջ առաջ սերներ։ Ուրեմն մեր Տիրոջ շնորհքը ոչ մենակ պարզապես մեզ փրկում է, նա նաև տալիս է մեր զորություն, քանդելու մեր բնավորությունները սխալ, քանդելու աշխարհը, ցանկությունները, ամեն մարմնավորը, նա կարող է տա հաղթություն, որ մենք սուրբ ապրենք, թող ոչ մեկը չասի, դա հնարավոր չի, դա հնարավոր է, որտեղ Տիրոջ շնորհքը մեզ բոլորիս համար տանում է փրկության
Ես մեզ խրատում եմ, մեզ զորացնում եմ, մեզ որդի ասարքեմ, մեզ իշխանություն տալիս։ Օրհնյալ ես դու մեր Տեր։ Շնորհակալ եմ քո ներկայության համար։ Շնորհակալ եմ Հայր այսօրվա համար։ Փառք ու պատիվ քեզ։ Շնորհակալ եմ Տեր Աստված, որ դու օգնում ես եւ օրհնում ես Տեր։ Ես հավատում եմ, որ այս խոսքերը մեզ պետք են Տեր ջան։ Պետք են մեզ փոխվելու։ Եթե նույնիսկ մեր հակ ու կապը նորմալ է, բայց մեր սրտերի մեջ բաներ կան, որ նորմալ չեն Տեր։ Հայր, խնդրում եմ, ոչ մենակ մենք եղնենք արտաքինից քրիստոնյաներ, այլ ներսից դառնանք քրիստոնյա։ Հալելույա քեզ։ Աղոթի քո Տիրոջը, որ քո ներսը Տերը փոխի եւ այդ ներսը արտացոլի, թե դուրսը ինչպիսին պիտի լինի։ Տեր ջան, մենք սիրում ենք քեզ ու պաշտում ենք քեզ։ Շնորհակալ եմ քո ներկայության համար, այսօրվա համար, քո մեծ սիրո համար։ Հանձնվում ենք ձեռքերի մեջ եւ օրհնում ես Տեր, պարգևշ լինելու, խոհեմ լինելու, ամոթխած լինելու Տեր Աստված, սիրելու քեզ, պաշտելու քեզ, որ մեր աչքերը մենակ քեզ նայեն Տեր Աստված, որ մենք քո խոսքերից չշեղվենք եւ մեր աչքի եւ սրտի հետևից չգնանք Աստվածին, այլ քո հետևից գանք Տեր Աստված։ Խնդրում եմ օրհնի քո հոտը սրբությամբ, օրհնի քո հոտը զորությունով Տեր, թող քո ներկայությունն իջնի այստեղ ամեն մի քրոջս ու եղբորս վրա, ամեն մի պատանիի ու երիտասարդի վրա Տեր, թող քո փառքը իջնի, քո ներկայությունը իջնի, որ այստեղ զորացած եղնենք քեզանով Տեր ջան։ Օրհնյալը քո անունը սուրբ Տեր, հանձնվում ենք քո ձեռքերիդ մեջ եւ դու փառավորվես եւ մեծարվես հավիտյանս հավիտենից Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Ալելույա, ամեն, ամեն։ Սերներ, պիտի աղոթենք հոգսերի համար,